Հայաստանն ու Իրանը 2026-ին կանգնած են նոր անվտանգային ու ռազմավարական մարտահրավերների առջև։ Վերջին զարգացումները, ռազմավարական փոփոխությունները և տարածաշրջանային լարվածությունը կարող են անմիջապես ազդել Հայաստանի ու հարևան երկրների վրա։ Այս տեսանյութում մենք կվերլուծենք, թե ինչ է կատարվում այժմ, ինչ փոփոխություններ են մտցվում Հայաստանի ռազմավարության մեջ, ինչպես նաև իրանյան իրավիճակը և հնարավոր զարգացումները, որոնք կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ 2026-ին Հայաստանը ներկայացրեց իր նոր ռազմավարական ուղղվածությունը, որը նպատակ ունի ամրապնդել երկրի անվտանգությունը և զինված ուժերի արդիականացումը։ Վերջին զարգացումները ներքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում վերանայվում են զինված ուժերի պատրաստությունը, պաշտպանական հնարավորությունները և տեխնոլոգիական արդիականացումը։ Նոր ռազմավարությունը ընդգծում է սահմանային վերահսկողություն և անվտանգության համակարգի ամրապնդումը, հաշվի առնելով հարևան երկրների հետ հնարավոր լարվածությունները։ Հայաստանի նոր ռազմավարությունը նախատեսում է բազմակողմանի համագործակցություն տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ոլորտում։ Այս փոփոխությունները կարևոր են ոչ միայն պաշտպանության մակարդակի բարձրացման, այլև տարածաշրջանային քաղաքական հավասարակշռության ապահովման համար։ Վերլուծելով այս քայլերը կարող ենք ասել, որ նոր ռազմավարությունը թույլ կտա Հայաստանին ապահովել պաշտպանական համակարգի առավել բարձր պատրաստվածություն, կարգավորել տարածաշրջանային հարաբերությունները և նվազեցնել լարվածությունը հարևան երկրների հետ, աջակցել արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի համագործակցությանը, ամրապնդելով դիրքերը միջազգային հարաբերություններում։ Վերջին շրջանում նաև նկատելի է, որ Հայաստանը ակտիվացել է համագործակցություններում Ռուսաստանի և այլ գործընկեր երկրների հետ, ինչպես նաև ձեռնարկում է քայլեր նոր ռազմավարական կապեր ստեղծելու ուղղությամբ։ Իրանի իրավիճակը 2026-ին շարունակում է մնալ լարված։ Վերջին ամիսներին նկատվում են բողոքներ, ցույցեր և քաղաքացիական դժգոհություն, որոնք կապված են տնտեսական ճգնաժամերի, գնաճի, աշխատավարձի անկման և կոռուպցիայի հետ։ Ներքին լարվածությունը պայմանավորված է նաև սոցիալական անարդարություններով և քաղաքական սահմանափակումներով։ Բնակչության մի խումբ պահանջում է առաջնային բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն կյանքի մակարդակը և կապահովեն արդար սոցիալական միջավայր։ Այս ներքին խնդիրները չեն սահմանափակվում միայն երկրի ներսում։ Իրանի և հարևան երկրների միջև նկատվում են սահմանային միջադեպեր, էներգետիկ ռեսուրսների շուրջ մրցակցության և ռազմական ակտիվություն, ինչը բարձրացնում է տարածաշրջանային լարվածությունը։ Միջազգային հանրությունը ուշադիր հետևում է իրավիճակին։ Մի շարք երկրներ կիրառում են տնտեսական պատժամիջոցներ և դիվանագիտական ճնշումներ, որպեսզի կանխեն լարվածության աճը։ Վերլուծելով իրավիճակը հնարավոր է ասել, որ Իրանի լարվածությունը կարող է ազդել ոչ միայն ներքին իրավիճակի վրա, այլև հարևան պետությունների, այդ թվում Հայաստանի անվտանգությանը։ Այս համատեքստում Հայաստանի նոր ռազմավարությունը հնարավորություն է տալիս կառավարությանը պաշտպանել երկիրը և պահպանել կայունությունը անկախ տարածաշրջանային ճգնաժամերից։ Հայաստանն ու Իրանը պատմական ու ռազմավարական տեսակետից ունեն գործընկերության և մարտահրավերների խառը հարաբերություններ։ Հայաստանի նոր ռազմավարությունը նպատակ ունի ամրապնդել սեփական պաշտպանական հնարավորությունները, ինչպես նաև պահպանել դիվանագիտական հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ։ Իրանի լարվածությունը ստեղծում է դինամիկ իրավիճակ, որը կարող է ազդել տարածաշրջանային անվտանգությանը։ Հայաստանում այս իրավիճակը դիտարկվում է որպես հնարավոր մարտահրավեր, բայց նաև ռազմավարական ազդակ։ Եթե Իրանի ներքին լարվածությունը շարունակվի, դա կարող է բարձրացնել սահմանային ռիսկերը և պահանջել Հայաստանի կողմից հավելյալ պաշտպանական միջոցներ։ Եթե միջազգային ճնշումները արդյունավետ լինեն, իրավիճակը կարող է լիցքաթափվել, ինչը թույլ կտա Հայաստանի ռազմավարությանը աշխատել ավելի կայուն ու կանխատեսելի։ Այս համատեքստը ցույց է տալիս, որ անվտանգությունը ոչ միայն ներքին գործընթաց է, այն պետք է դիտարկել համակարգային, տարածաշրջանային առումով, որտեղ երկու երկրների քայլերը փոխկապակցված են։ Հայաստանի նոր ռազմավարությունը և Իրանի լարվածությունները 2026-ին ստեղծում են յուրատուկ իրավիճակ, որտեղ ներքին ու տարածաշրջանային գործոնները փոխկապակցված են։ Հայաստանն իր հերթին ռազմավարությամբ փորձում է պահպանել անվտանգությունը, ամրապնդել դիրքերը և ապահովել խաղաղություն։ Իրանյան լարվածությունը կարևոր ազդակ է տարածաշրջանի համար, որը կարող է փոխել ռազմավարական հավասարակշռությունը և ազդել Հայաստանի քայլերի վրա, որոնք են Հայաստանի և Իրանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։ Գրեք մեկնաբանություններում «Սեղմեք հավանել» կոճակը և բաժանորդագրվեք ալիքին՝ միշտ առաջինը լինելու համար ամենաթարմ նորություններին։